հարազատներ, հայրենակիցներ, աշխարհով մեկ սփռված հայություն, ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք բոլորս կհավաքվենք մեր տանը, մեր փոքրիկ Հայաստանում, որքան էլ ասենք փոքրիկ, միևնույն է, ես հույս ունեմ, որ բոլորս էլ կտեղավորվենք, որովհետև ամեն մեկի համար կա իր փոքրիկ, իր կտոր Հայաստանը, որը որ ամեն մեկս պետք է շենացնենք յուրովի։ Ինչև անում ենք ամեն մեկս մեր տեղում եւ մանավանդ իմ այսօրվա հյուրերը, որոնք որ մեծ անակնկալով են այսօր եկել, երեք ես արդեն խոստացա, որ այս հանդիպումը կլինի, արդեն որքան ժամանակ դուք տեսնում եք եւ հոլովակները գովազդային, ես եմ ասում մեր հաղորդման ժամանակ որպես մեր գործընկեր, բայց մինչև վերջ այդպես էլ բացահայտված չի, թե ինչի մասին է խոսքը։ Այսօր մենք կփորձենք դա միասին հասկանալ։ Բայց նախքան հյուրերին ներկայացնել, ես կեմ ասել, որ այսօր ինձ համար էլ շատ ուրախալի օր է, որովհետև այսօր լրացավ սիրելի բարեկամներ, Mea culpa ներկայացման 7-ամյակը, այսինքն 7 տարի առաջ, սեպտեմբերի 29-ին եղավ ներկայացման պրեմիերան։ Ու մեզ թվում էր, թե եւս մի 10 ներկայացում եւ նա դուրս կգա, որովհետեւ էլ չի լինի ակտուալ, բայց արյուտես, որ անցավ 7 տարի, բայց թեմաները նույնն են մնացել, այնպես որ մեզանից է կախված ամեն ինչ անել, որպեսզի մեր հանրապետությունում այդպիսի ներկայացումները հնանան եւ էլ ոչ մեկի պետք չի լինեն, այլ ընդհակառակը ծնվեն ներկայացումներ սիրո մասին, ընկերության մասին, երկրի մասին, մեր քաղաքի մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այն բոլոր թեմաները, որոնք որ կապված չեն ինչ որ այլայլումների հետ։ Հենց իմ հյուրերը այնպիսի մի գործ են սկսել մեր հանրապետությունում, որպես այդ այլայլումները գնալով քրչանան։ Սիրելի բարեկամներ, եւ այսպես U.com ընկերությունը այսօր վերջապես կհասկանանք ինչ է դա, ինչ են այս մարդիկ ուզում մեզնից կամ ինչ ենք մենք նրանցից ստանալու։ Ես գիտեմ, որ շատ ու շատ իմ ծանոթները կամ մեր համաքաղաքացիները, համաերկրացիները, որոնց հետ հանդիպում են փողոցում, հաճախ ասում են, այրեք ինչ որ բան էր ասում, IP հեռուստատեսություն եւ այլն, ինչ է դա։ Ես ցավոք սրտի մինչեւ վերջ չէի կարողանում բացատրել, որովհետեւ ինձ վրա չէի վերցնում այն հանդուգնությունը, որ ասեմ, հա, դե ինչ է, էսա։ Չէ, ես էլ չգիտեմ այդ ինչա։ Լավ բան է, գիտեմ, բայց ինչը չգիտեմ։ Այսօր մենք բոլորս միասին կպարզենք։ Եվ ես մեծ սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ հյուրերին։ Հայկ Եսայան, U.com ընկերության տնօրենն է այսօր մեր հյուրը, բարի երեկո։ Եվ Կարեն Շաբոյանը, U.com ընկերության վաճառքի ղեկավար։ Ամեն ինչ ճիշտ էր, չէ՞։ Հիմա տեսեք, ինչ լավ էր, բոլորը տեսան, երկու շատ սիմպաթիչնի տղաներ էկրանին, հիմա մեր հայրենակիցները, որոնք ապրում են արտասահմանում, թող տեսնեն, որ հայ երիտասարդությունը գեղեցիկ է, հիմա տեսնեն, որ բացի այդ գեղեցիկությունից ինչեր են անում։ Այսինքն արդյոք մենք անում ենք մի բան, այ հարցը սկսեմ տենց։ Տղաներ, արդյոք մենք անում ենք մի բան, որը կզարմացնի նաև մեր հայրենակիցներին, որոնք ապրում են արտասահմանում։ Միանշանակ, որովհետև այսօր մենք հայրենակիցները մեր ապրում են աշխարհի բոլոր երկրներում, ինչպես մենք գիտենք, աշխարհում այս ծայր չկա, որտեղ հայեր չլինեն, իսկ կան բավականին շատ քանակությամբ երկրներ, որտեղ այս տեխնոլոգիաները դեռ ներդրված չեն եւ այդպիսի հնարավորություններ իրենք այնտեղ չունեն։ Բայց այսօր մենք այդ հնարավորությունները ստեղծում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ առաջինը օգտագործելն է այստեղի ապրող հայերը, ոչ դրսի։ Որովհետև մեր դրսի հայրենակիցները անպայման կգան այստեղ, գոնե շատ ու շատ կամ պարագաներ, որոնց համար պետք է անպայման բոլորս հավաքվենք մեր երկրում, հիմա նաև դրան ավելանում է ժամանակակից տեխնոլոգիաները, ինչի մասին խոսում ենք։ Եվ ասես IP հեռուստատեսություն։ Ինչ է դա նշանակում։ Նախ եւ առաջ ասենք ինչ ենք մենք անում եւ IP հեռուստատեսությունը մասնավորապես։ Գրեք IP Ինտերնետ պրոտոկոլ անգլերեն, այսինքն դա ընդհանրապես տեխնիկական տերմին է տվյալների փոխանակման։ Այսինքն տվյալները ոչ միայն հեռուստատեսային են, այլ կարող է լինել ցանկացած տիպի տվյալ, ձայնային, ինֆորմացիոն։ Այսինքն մենք մի հատ գլոբալ մեծ ցանց ենք ստեղծում քաղաք Երևանում, որի միջոցով հնարավոր է շատ բարձր գերարագություններով ինֆորմացիա տեղափոխել։ Եվ այդ ցանցի միջոցով տեղափոխելու են 3 տիպի ինֆորմացիա։ Աջան, հիմա մեր հեռուստադիտորները, որոնք որ ապրում են Դիլիջանում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, էլի ամեն ինչը Երևանում, ինչով կարող ենք ուրախացնել նաև նրանց։ Երկրորդ փուլում արդեն անցնելու ենք մյուս մեր քաղաքներին։ Այսինքն նախնական փուլում Երևանն է քաղաքի կենտրոնը, կենտրոն համայնքը եւ մնացած համայնքները մոտ մի քանի ամիս հետո սկսում ենք եւ 2010 թվականի ավարտից սկսենք նախագծել եւ աշխատանքները կառուցել մյուս քաղաքներում։ Սիրելի սիսյանցիներ, ուրեմն ոչ միայն դուք եք երկրորդ էտապով սկսում, այլ նաև մենք ենք սկսում երկրորդ էտապով, որոնք որ չենք ապրում կենտրոնում։ Այո։
Երկրորդ этаպը մոտավորապես երբ ձեզ սպասենք։ Մոտավորապես 2-3 ամիս հետո աշխատանքները կսկսեն մնացած մասն քաղաք։ Հա, ունենք որ երկար չենք սպասել։ Եվ այսպես հիմա իսկապես ես կուզենայի ավելի շատ լռեի, որովհետև այնքան հետաքրքիր բաներ նախքան հաղորդումը ինձ արդեն հարցերը այնքան են լիցքավոր, ես անդադ պետք է տայի։ Ես կուզենայի որ այդ ամեն ինչի մասին տեղյակ լինեն նաև մեր հեռուստադիտողները։ Փորձենք դուք այնտեղ անդադ խոսակցության մեջ օգտագործում եք տերմիններ, որոնց ժամանակ ես սենց էի լինում, մոտավորապես փորձում եի հիշել, դա գիտեմ թե չգիտեմ, ամենապարզ լեզվով եկեք մեզ, ինձ եւ իմ ընկեր հեռուստադիտողներին բացատրենք ինչ ենք մենք ունենալու, ի վերջո ինչ է դա, բոլորը գիտեն արմանիակային հեռուստատեսություն, կա այդպիսի հասկացություն, կան մեր հեռուստակայանները, իսկ ինչ է սա, ինչով է տարբերվում, կա կաբելային հեռուստատեսություն։ Սա մոտեցնենք մի քիչ կաբելային հեռուստատեսությանը, այսինքն մի հատ կաբելի միջոցով, որը մտնում է շատ բարակ, ընդամենը 125 միկրոն, դուք ստանում եք 3 ծառայություն՝ ինտերնետ, հեռախոս եւ հեռուստատեսություն, որոնք տրադիցիոնից բավականին տարբերվում են։ Նայենք հեռուստատեսության դեպքում, օրինակ, եթե դուք տրադիցիոն հեռուստատեսության դեպքում չեք կարող պաուզա կոճակ սխմել, հետո գալ վերարտադրել ինչ որ տեսել եք, կամ մենք նստած այստեղ զրուցում ենք, մենք մեզ չենք տեսնում, եթե չոր զապիս չի գնում, չէ՞։ Մենք կարող ենք գնանք տուն, հետ տալ այս հաղորդումը, նորից play կոճակի նստել ու մենք նայել նենց, ոնց որ հիմա մեր բարեկամները կամ մեր հարազատներն են նայում։ Ժամանակից հեռուստացույցերը չունեն այդ հնարավորությունը։ Դա ոչ մի հեռուստացույց չունի։ Դա կարող ես ինչ-որ ստացիոնար սարքել գնել, դրա միջոցով այդ ամեն ինչ անել։ Այդ ամեն ինչը մենք անում ենք մեր մոտ եւ դուք ընդհանրապես մի հատ փոքրիկ սարքադրվում, որը համակցվում է մեր ցանցին, որի միջոցով ձեր ստացիոնար հեռակառավարման վահանակով դուք այդ ամեն ինչը կարողանում եք անել։ Հայ ջան, եթե ես ճիշտ հասկացա, այ նստած ինձ համար ֆուտբոլ եմ նայում, ինչ ես շատ սիրում եմ, ու այդ րոպեին Լուիզան կպնումակի դեստանը հաց չկա, կյանքս ուտում եմ, այնքան որ վեկանում գնում եմ հացի։ Ու այն մասը, որ ես բաց թողեցի ֆուտբոլային այդ խաղի, այդքանը ես կարող եմ գալ, նորից էլի հանգիստ միացնել առանց գլխացավանքի։ Գոլը մի քիչ ուշացումով կտեսնեք, բայց կտեսնեք։ Այդ սիրելի հեռուստադիտողներ, տեսեք ինչ մեծ հնարավորություն է դա, մեկ էլ։ Երկրորդը դուք կարող եք ընդունենք հեռուստաֆիլմերի շարքա լինելու, կարող եք ինչպես ընդունենք ձեր տանը դիսկերը դրված են, դնում եք DVD սկավառակատարի մեջ եւ նայում եք, վերարտադրում եք։ Նույնիսկ այդ ցանկը ընտրում եք, կոճակով սխմում եք ու վերարտադրում եք այդ ամեն ինչը լինում է վիդեո դա առանձին ինչ որ մի սերվիս է, որի համար պետք է վճարել։ Դա հավելյալ սերվիս է, որի համար հավելյալ գանձումներ ալնում։ Այսինքն բայց կարող է լինեն փաթեթներ, որի մեջ ինչ որ մի քանակության ֆիլմեր լինեն, որ դուք հնարավորություն ունեք շաբաթվա ընթացքում դիտելու։ Մենք հաղորդումից համար բարձեցինք, որ դեր գնային քաղաքականության մասին այսօր վաղ է խոսել, կլինի հոկտեմբերի առաջին կեսին։ Հոկտեմբերի 2-ից 4-ը, ինչպես գիտեք, Digitech ցուցահանդեսն է լինելու, այնտեղ մենք ներկա ենք եւ առաջի հնարավորությունը կարող ենք ընձեռել բոլորին այնտեղ գալ, տեսնել այդ ամեն ինչը, փորձել իրենց ձեռքերով եւ այնտեղ արդեն գնային քաղաքականություն կլինի եւ մարդիկ կարող են ծանոթանալ գների։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք լսում ենք խոսքը, իսկ ամսի 2-ին կտեսնենք նաև այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք։ Ու ես շատ ուրախ եմ, որ առաջինը հենց մեր Armenia TV հեռուստադիտողներն են լսում այս ամեն ինչի մասին, հենց աղբյուրից առաջին ձեռքից, ինչպես ասում են, դա հեռուստատեսությունը։ Հիմա տեսեք, այսօր կա մեր հեռուստատեսությունից շատեր ունեն արմանիակային հեռուստատեսություն, ունեն հնարավորություն նայել տարբեր երկրների հեռուստաալիքներ, երաժշտական, սպորտային շոու, նորություններ եւ այլն եւ այլն։ Ինչ հնարավորություններ ունի ձեր առաջարկը։ Մեր առաջարկը եւ լինելու արտերկրյա հեռուստաալիքներ, ինչպես նաեւ հայկական, նաեւ այդ թվում Armenia հեռուստատեսությունը։ Այսինքն եւ հայկական, եւ արտերկրյա, եւ ռուսալեզու, եւ անգլալեզու, եւ գերմանալեզու մենք հեռուստաալիքներ ենք ներդրել։ Հաջամ, փաթեթը դուք ինքներդ եք կազմել ալիքների։ Այո։ Հիմա կազման փուլում է, ամբողջությամբ վերջնականորեն հաստատված չի, բայց մինչև հոկտեմբերի 2-ը այդ ամեն ինչը կհաստատվի եւ կտա։ Սիրելի բարեկամներ, շատ լավ ճանաչելու եմ այսօրվա հյուրերին, կարող ենք հավատալ նրանց ճաշակին եւ ես վստահ եմ, որ բավականին հեռուստաալիքներ, որոնք որ դες հիմա հետաքրքրում են, այս կա թե այս չկա, հավատացեք կա։ Հեռուստատեսությանը մենք էլի կմոտենանք հիմա ինտերնետ եւ հեռախոս։ Ներկայացնեմ նախ ընդհանուր էլի մենք շատ ենք օգտագործում, որոնց մենք մեր կապը տրվելու է օպտիկա մանրաթելային մալուխով, հասնելու ամեն բնակարան, ամեն բնակչին եւ տրվելու է 3 ծառայություն։
հեռախոս, ինտերնետ եւ հեռուստատեսություն։ Կուզեի ասեի ինչու ենք հենց շեշտում օպտիկա։ Կարեն ջան, եկեք օպտիկայից սկսենք։ Ինչ է նշանակում օպտիկա։ Այ ինձ համար բացատրեք։ Նախ ասեմ, որ իմ բոլորսը